Միասնական շտաբի պետ Դա նշանակում էր, որ խոսքի ժամանակը արդեն վաղուց անցել է եւ մենք պետք է անցնենք գործողություններ։ Երիտասարդությունը պահանջում է գործողություններ։ Ինչ գործողությունների մասին է խոսքը։ Այնպիսի գործողություններ, որը շահագրգռված է, որով շահագրգռված է երիտասարդությունը եւ որը այստեղ կհամախմբի երիտասարդության ներկայացուցիչներից շատերի։ Անվադողը ինչ էր խորհրդանշում։ Անվադողը ինքը անհնազանդության գործիք է, այսպես ուղղակի։ Ոստիկանությունը հանգիստ արձագանքեց, հիմնականում նա վախենում է ամենից, ինչը անհնազանդություն էր, անհնազանդության նշան էր մեջ պարունակում, դրա համար միջամտեցին, այսպես ասած։ Հորդորեց տանել, ինչ ասեց։ Ասեց կամ դուք իջացրեք, կամ մենք կտանենք, ասեցինք խնդիր չկա, դուք տարեք։ Քիչ առաջ ցուցարարը անվադողով բարձրացավ ամբիոնի մոտ, ինչը ձեզ վրդովեցրեց եւ պահանջեցիք հեռացնել, ի՞նչն է պատճառը։ Ինչ դա ձեզ համար ինչի խորհրդանշել, ինչու այդպես արձագանքեցիք։ Դա մեզ չվրդովեցրեց, ուղղակի դա այն առարկա եւ իրն է, որը չի առնչվում հավաքի հետ եւ լիազոր մարմնի կողմից չկար արձանագրության մեջ նշած։ Ունեն պաստառներ, դրոշներ եւ այլ առարկաներ, բարձրակոծներ, բայց անվադողը չկար նշած, դրա համար էլ հեռացվեց։ Բայց անվադողը ինչ վտանգ է ներկայացնում, որ դուք արգելում եք, ինչ կարող են անել։ Գիտեք, եթե ես որպես ոստիկան, նայեմ եւ գնահատական տանք անվադողի, ամեն դեպքում դուք ինքներդ էլ գիտեք անվադողը ինչ վտանգ կարող է ներկայացնել։ Մենք ունենք համաշխարհային այլ երկրների փորձ ունենք, որտեղ հավաքների ժամանակ օգտագործում են անվադողներ եւ ինչ կարգ են օգտագործում, ես չթվարկեմ, Ինչի կատուն եք բարիկադներ, խարույկ, օրինակ, որ տարբերակներ։ Այս ձեր թվարկածներ, ինչի՞ չէ նաեւ այդ ձեր բոլոր թվարկածները։ Ուղղակի նա որ չի առնչվել եւ նշված չէ լիազոր մարմնի կողմից, դա էր շատ հանգիստ մոտեցանք, զգուշացրեցինք եւ հեռացվեց, այսքան։ Պարոն Սիպյան, մենք սկզբում նկատեցինք, որ դուք այսօր ակտիվ եք արտակարգ, օրինակ գնացիք եւ ստուգեցիք բեմում ինչ կար այն հետևում։ Ինչ որ կասկածներ ունեք, թե ինչի համար եք ստուգում։ Ինչ եք փորձում գտնել։ Անկեղծ ասած ոչինչ չէի մանեկել, ուղղակի դիտարկում էի անում։